Մի հետարքիր հանգամանք բացահայտեմ ձեզ 2021 թվականի հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե падգամավորի թեկնածու, այլ փաստացի падգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, դատախազությունը այլևս 2021 թվականին Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականին իրավիճակը այլ է։ Նույն դատախազությունն է, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերադարձնելու մասին որոշմանը հաջորդած ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Միջնորդությունը նորից ներկայացվել է հուլիսի 13-ին։ Միջնորդության բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն միջնորդությունը ներկայացնելով ակնկալում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Իդեպ, այդպես էլ եղավ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե պարզապես հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենը ինչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն եւ ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, այսինքն նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։ Դա իրավաբանություն չէ, այնինչ խոսում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մի պարզ վարժությամբ փորձենք բացահայտել ինչ է ինքը ասում։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող ժամանակահատվածում մինչև հուլիսի 21-ը անձինք, որոնք ընտրված падգամավորներ են այլևս, չէ՞ որ արդեն ԿԸՀ մանդատի բաշխման կարգ է սահմանում, քանակ է հրապարակում, չէ՞ մանդատների, այդ ընթացքում անձինք ոչ մի անձեռմխելիության օժտվածություն չեն ունենում։ Ոչ մի։ Այսինքն անձը, որը մինչև այդ որոշումը պարզապես падգամավորի թեկնածու էր եւ օրինակ որևէ հնարավորություն չուներ ազգային ժողովում ներկայացված լինելու, պետք է այդ հաջորդող ժամանակահատվածում չունենա պաշտպանություն, ինչպես հաղթահարած այդ շեմը ուժերի ներկայացուցիչները։ Այսինքն մի երկու շաբաթ մարդը, որ արդեն գիտեն բոլորը, որ կարող է դառնալ падգամավոր, բացառությամբ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, որևէ պաշտպանություն պետքա չունենա։ Հետո մեկ էլ, հետո այո, իրենց տրամաբանությունը դա է ստացել, ոչ թե կարող էին, ասում էին մենք ընդհանրապես էլ առնչություն չունեին գործընթացի հետ։ Այսինքն աբսուրդից դեպի աբսուրդ են գնում։ Իրենք ասում են, որ իրավասություն չեն ունեցել։ Եթե այն ժամանակ չունեին, հիմա էլ չունեն։ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի հենց այն մարմինը, որ այս հարցերին պատասխանող լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ այնինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավաբանությունից դուրս են։ Դրանք բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջամտությունից դուրս են, բայց ավարտ ունենալու վստահ է։ Դատախազության միջնորդությունը, որը քննարկվում է 3 եւ այսօր էլ կշարունակվի, նույնն է ինչ եղել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա կներեք, մի քանի շաբաթ առաջ փոքրիկ այս իրավական ողջամտություն, փորձենք բացահայտել։ Ուրեմն դատախազությունը հուլիս ամսից ասում է, որ շատ կարևոր է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդում իրացնեն։ Բայց ստացվում է այսքան շաբաթ հետո իրանք էլի դեռ խոսում են ինտենսիվությունից, չեմ թաքցնի, նիստի ժամանակ հարց հնչեցրեցի։ Ստացվում է հուլիսի 13-ին նախորդած ժամանակահատվածը կարծես հուլիսի 1-ն է եղել, երբ ներկայացրել էին կրկին միջնորդություն նույն բովանդակությամբ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ասում են, բայ ինչ եղավ է 12 օր։ Չէր քանդվում
երկիրը, գործը, քրեական վարույթը եւ այլն։ Հիմա էլ հելի հերիք չի, հուլիսի 13-ից հետո էլ եւս այսքան օր է անցել։ Բայց իրենք նույն տոնայնությամբ խոսում են ինտենսիվության մասին, քրեական վարույթ եւ այլն։ Պատկերացրեք, միջնորդություններ բերե դատախազությունը, դրանից հետո այդ միջնորդությունը ամբողջ ծավալով մեր գործընկերները, որոնք Word-ից օգտվում են, կհաստատեն, այսինքն copy են արել դա, այնուհետև paste են արել դա։ Կներեք արտասահմանյան տերմինի համար եւ նույնությամբ բերել են։ Այսինքն դատախազությունը ոչ թե բողոքարկել է ԿԸՀ-ի վերադարձնելու որոշումը, ոչ թե ինչ որ իրավական միջոց է ձեռնարկել, նույնությամբ մի քանի օր անց բերել ներկայացրել է։ Այսինքն ոնց որ սենց անալոգիա փորձեմ անել, հա, պատկերացրեք դուք մեկին մի առաջարկ արել եք, ինքը մերժում է, նույն առաջարկը նորից բերում եք, ասում եք հիմա մի մերժի, ու իրենք տենց են անում, էլ չեն մերժում։